ուսանույթ, թե ինչպես են կալանավորում Դավիթ Փաստորեն չեն սպասել, որ այս հենց միանգամից հենց ինքնաթիռի դռան մոտից եկան կալանավորեցին տալան էլի այդ կարամ ասեմ։ Այդ շտապողականցին ինչով եք պայմանավորում, արագ դատական որոշում, դե գոնե երկու քայլ հայրենի հողի վրա արեց, Սամվելոտից դուրս եկավ, երևի չէ, հենց Սամվելոտի դռնից հենց դուրս եկավ, միանգամից կալանավորեցին, ինքը գիտեր, ինքն էլ տեսանյութի մեջ տեսնում եք, ասում է ձեզ սպասում էի, հենց է սպասում էի։ Իմ համար զարմանալի արիություն, զարմանալի խիզախություն, բավական մեծ ժամկետի հետ գործ ունենք, 6 տարուց ավել, ինքը ասաց, ես առաջնորդության հայտ ներկայացրած մարդ եմ, ես չեմ կարող հեռու մնալ, երկրից դուրս մնալ ու որոշեց եկավ։ Որքան վտանգավոր է Դավիթ Համբարձումյանը, որ այստեղ տեսնում ես քան ոստիկանական զորք է եւ այնպես անմիջապես կալանավորել։ Ցանկացած մտածող մարդ այս իշխանության համար սարսափելի վտանգ է ներկայացնում։ Ցանկացած մտածող, խոսող մարդ այս իշխանության համար ծայրահեղ վտանգավոր մարդ է։ Ու Դավիթ Համբարձումյանը իր այս քայլով մարտահրավեր նետեց այս ձերբակալությունների, այս կալանքների, այս շղթային, այս անվերջանալի շարանին դա կոտրեց ինքը կոտրեց իր օրինակով ցույց տվեց, որ ոչ թե պետք է վախենալ, ոչ թե պետք է ուղղակի անիմաստ զավզակությամբ զբաղվել, ինչպես ես եմ դա գնահատում, այլ գործելապետք, պետք է քայլ անել, պետք է չվախենալ։ Պարոն Մերյան, ինչ ազդեցություն կունենա այս կալանավորումի իմպիչմենթի գործընթացի վրա։ Բացարձակապես ոչ մի վատ առումով, իսկ դրական առումով կարծում եմ մեծ լավ ազդեցություն կարող ունենա, որովհետև իմպիչմենթի թեկնածու շարունակում է մնալ, միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը, քանի դեռ ուժի մեջ մտած վճիռ չկա, իսկ վճիռը ուժի մեջ կմտնի, հենց ձեր օրինակով կհիշեք, երկու արձան բողոքարկելուց հետո, սա այդ դեպքն է, մինչև վճիռը ուժի մեջ մտնել է, ինքը պաշտոնապես համարվում է իմպիչմենտի վարչապետի թեկնածու, եթե այլ որոշում չկայացվի, իր մասով արդեն դա պատմվում է։ Այս իշխանություններին դաժե մի ժամ չարժի նվիրել, եթե նվիրելու բանի մասին է խոսքը գնում, ես դες հավատացնում եմ, Դավիթ Համբարձումյանը կարող էր շատ հիանալի ժամանակ անցկացնել Մոսկվայում, շատ հետաքրքիր արևադարձային երկրներում, ծովափներում եւ այլն, ես այնտեղ տեսա ինչպես էր հայ համայնքը այնտեղ իրան ինչ մեծարումով ու ինչ օվացիաներով էր դիմավորում, ես տեսել եմ այդ մարդը այդ հնարավորությունը ուներ, հանգիստ ուներ այդ հնարավորությունը։ Ինքը դրա փոխարեն ընտրեց գալ լինել Հայաստանի բանտում, քան օտարության մեջ ազատությունը։ Պարոն Մերյան, տեսեք, դուք խոսում եք ժողովրդի շրջանում Դավիթ Համբարձումյանի ընդունված լինելու, սիրված լինելու մասին։ Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ քաղաքական կշիռ չունի Դավիթ Համբարձումյանը։ Հիմա մենք այստեղ տեսնում ենք բազմահազար, մի քանի հազար մարդիկ են հավաքվել, աջակիցներ, ոստիկանական մեծ ուժեր են, որոնք շարունակում են համալրվել, արդյոք սա խոսում է կշռի բացակայության մասին։ Այո, սա հենց խոսում է, որ Դավիթ Համբարձումյանը ոչ մեկի պետք չի։ Այդ հենց որ ոչ մեկի պետք չի լինում մարդը, սենց բան են անում, տասնականի ավտոբուսով ոստիկան են բերում, բան, չեք տեսել, բոլորին սենց են դիմավորում, բոլոր Հայաստան ժամանողներին սենց են դիմավորում, սովորական մարդկանց էլ։ Սա սարկազմ էր, եթե չեք հասկանում, այդ անընդհատ ես շատ կներեք, ես թույլ չէի տա ինձ նման բան ասեի, բայց այդ ընթացքում Դավիթ Համբարձումյանը Հայաստանից ստանում էր բազմաթիվ զանգեր, այդ թվում նաև լրագրողական շրջանակներից, բոլորը զանգում էին, ասում էին մենք կհասկանանք, եթե դու որոշես մնաս, մենք քո կողքին կլինենք, ինքը բոլորին շատ սկզբում առաջի անգամ քաղաքավարի, երկրորդ անգամ հեռախոսով շրկստում դնում էր, ասում էր էլ ինչ չզանգեք, սա պատվի հարց է, սա արժանապատվության հարց է, այսինքն ոնց կարող է մարդը, որ առաջնորդության հայտ է ներկայացրել, այսինքն ինքը երբ որ ընդունում էր իմպիչմենտի վարչապետի թեկնածու լինելու առաջարկը, ինքը այս ամեն ինչը գիտեր, չէ, ժողովուրդ ինչ որ նոր բան չի կատարվել, չէ։ Մենք սաղ հասկանում ենք, որ ով մի հատ sense գլուխը հանում է իր բնից ինչ որ բառը ասում, էլ չեմ ասում, որ առաջադրվում է թեկնածու եւ այլ,
այդ մարդուն հավաքում տանում են, ինչը նորություն է, ես էլ եմ նստել ժողովուրդ։ Ես Սամվելին էլ եմ բանալ է բռնել։ Կանխել ինչու չի ստացվում։ Ինչը կանխել։ Այս իրավիճակը, այսինքն համակերպելն է։ Հիմա քաղաքական առումով կարող եմ ուղղակի, եթե երկար չասեմ, կարող եմ ասել, որ միասնականություն օրակարգի շուրջ, զավզակության տեղը քաղաքական դաշտում գործ, սա այս քայլը գոնե թող լինի Դավիթ Համբարձումյանի արած այս քայլը թող լինի օրինակելի քայլ ամբողջ ընդդիմադիր դաշտի համար, որպեսզի հասկանան, որ մարդիկ ինչքան լուրջ են ընդունում իմպիչմենտի գործընթացը։ Կրկնում եմ, մարդը 6 տարի ազատազրկումը շալակեց իր վրա, իր կամքով հելավ եկավ բանդ, եւ այսքանից հետո եթե ինչ-որ մեկը ասի իմպիչմենտը, հատկապես ընդդիմությունից ասի իմպիչմենտը անլուրջ գործընթաց է, այս ուղղակի կլեն միած այսպես կապտակ եմ այդ մարդուն, անկախ այդ մարդու տարիքից ու նախկինում զբաղեցրած պաշտոնից։ Ինչը փոխանցել ձեզ, փոխանցեք հանրությանը։ Այդ հարցի այդ շատ ենք մտածում ամբողջ ճանապարհին ինքնաթիռով գալուց։ Ինքը ասեց, խնդրում եմ իմ անունից փոխանցիր, ես չեմ հանձնվելու, ես հետադարձ, այսպես ասած, զադնի չունեմ, ես գնալու եմ ինչը վերջ։ Ես եթե ինչ-որ եթե կլինեն մարդիկ, ովքեր իրոք անկեղծ ուզենան միանալ եւ ինչը վերջ լինել պայքարում, ես պատրաստ եմ այդ մարդկանց հետ ինչը վերջ պայքարել, այսինքն հետադարձ ես չունեմ, ասեց ու գնաց։ Ես տեղյակ չեմ, ես նոր եմ Մոսկվայից եկել, Մոսկվայում մի քիչ տենց ուրիշ վիճակ էր, էլի, անդացախ տեղերը տանում պատիվ էին տալիս։ Ինչպես տեղի ունեցավ նրա կալանավորումը, արդյոք ինքնաթիռից, փաստաբան չկար, ինքնաթիռից դուրս եկավ, հենց դռնից դուրս դրեց ոտը, տարան, ես վիդեոն տեղադրել եմ Facebook-յան էջում, կարող եք իմ տեղադրած բոլոր վիդեոները, բոլոր լրատվամիջոցները կարող են հանգիստ տանել առանց հղման որևիցե տեսանյութի վրա, չկա հեղինակային իրավունք։ Ու մասի ոստիկանների, չէ, ինքը հակառակը, ինքը ասեց ուշադրինակ կտենեք, ինքը ասեց, այ ես հենց էլ ձեզ սպասում էի, ու ինքը ասեց այն առաջ ընկավ տարավ, տեսանյութը կտենեք։ Չէ, անկեղծ լինեմ շոու չկար այս առումով, այդ մասով չկար, հա, չէ, տապալում բան չկար։ Իսկ ուղղությունը Դե չներխուժեցին, մենք ներխուժեցինք Հայաստան ծամալոտից, մենք ներխուժեցինք։ Ոստիկանության բաժին տարան, քրեակատորական հիմնարկից տեղյակ չեմ, այդ մասով փաստաբանների հետ կարող է կապ հաստատել, կասել։ Պարոն Մարյան, շատ է հիշվում, որ քաղաքացիներն են շատ ներկայացնում այն մասին, որ Դավիթ Համբարձումյանին հենց հատուկ են այս ժամանակ ձերբակալման հրամանը տվել, երբ նա երկրում չէր գտնվում։ Դուք ինչ կասեք այս առումով։ Ես չգիտեմ, այս երկրում ամենաշատ պակասող բանը տրամաբանությունն է, իմ համար բարդ է բան անել, հա, իմ մոտ տպավորությունն է, որ այս իշխանությունը արդեն հիստերիայի մեջ է, հատկապես պարտվեց Հովանավանքում իր նախաձեռնած այդ շոուն տապալվեց, դրանից հետո իրենց մոտ գիտեք կատաղության նոպաներ է սկսվում, անտրամաբանական ինչ-որ քայլեր են անում, ոնց որ չեմ զարմանում, վաղ ձեզ ձերբակալեն այդ հարցը տալու համար հենց։ Շնորհակալություն, եթե թույլ տաք ես դուրս գամ։